Կարճ ժամանակ անց Արագածոտնի փրկարարական վարչության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր եւ ձնածածկ ճանապարհի անանցելիության պատճառով երկու աղջիկներին միայն փրկարարական ավտոմեքենաներով են կարողացել հասցնել շտապ օգնության մեքենաներին։ Տեղանքը բավականին բարդ է, սա բավականին հայտնի ճանապարհ է, հիմնական մոտեցումները Գագաթին այս ճանապարհով են լինում, մեր մարզային ստորաբաժանումները շատ մարզային Արագածոտնի փրկարարական ջոկատը շատ արագ բարձրացել է եւ բավականին օպերատիվ օգնություն է ցուցաբերել։ Բուժօգնությունից հետո այսօր ապարանի հիվանդանոցից դուրս են գրվել ուսանողիները։ Ամեն ինչ նորմալ է եղել, հույսով եմ, եւ իրենք դուրս են գրել։ Այս պայդրությամբ արշավախմբից ոչ մեկ չկա հիվանդանոցում։ Հատկապես հանրապետության հեռավոր մարզեր մեկնողներին այն էլ անբարենպաստ եղանակին խորհուրդ է տրվում տեղեկանալ եղանակի մասին, մանրամասն զննել տեղանքը։ Հենց նման դեպքերում է առավել առաջնային դառնում արշավախմբում փրկարարի բժշկիտերը։ Մեր մոտ էլ տուրիստական գոտիները բաժանված սեզոնային բնույթի, կա տեղեր, որտեղ ձմեռնա բավականին ակտիվ մարդու գործունեությունը, կա տեղեր, որտեղ ամռան ամիսներին։ Զբոսաշրջության զարգանալու հետ համահունչ պետք է նաև համապատասխան հանրապետության վայրերում զարգացնենք նաև այդ ինֆրակառույցի կարևոր տարրը եւ բուժօգնությունը եւ համապատասխան պետական այլ ծառայություններ պետք է ունենան իրենց հենակետերը։ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելյանը փաստում է, որ համակարգի նոր սարքավորումների միջոցով հնարավոր է վերահսկել հանրապետության տարածքը։ Անհրաժեշտության դեպքում մենք վերահսկում ենք մեր փրկարարները որտեղ են գտնվում եւ ոչ միայն վերահսկում ենք, այլ ունենք նաեւ դեպքի վայրը անմիջապես կառավարման կենտրոն պատկերը փոխանցելու հնարավորություն, տեսապատկեր փոխանցելու հնարավորություն։ Գեղանուշ Աբրահամյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։